Տիկին Ավանեսյան, մի կոնկրետ հարց եմ ուզում ձեզ տալ։ Մարզային հիվանդանոցները ինչքանով են պատրաստ ապահովագրության, որովհետև օրինակ ես օրինակ ունեմ, ահազանգ ունենք, Մարտունի հիվանդանոց պետական գնացել է քաղաքացին, բժիշկը ասել է, ես միայն վճարովի ծառայություն եմ մատուցում։ Հարգելիներս, մենք ունենք մոտ 600-ից ավել բժշկական կենտրոններ, որտեղ աշխատում են տասնյակ հազարավոր բժիշկներ։ Այո, գուցե ինչ-որ մի բժիշկ ճիշտ տեղեկատվություն չի փոխանցել, մենք այդ բոլոր դեպքերը խնդրում եմ բժիշկները տեղյակ են, եթե տեղյակ չլինեին 80,000-ից ավելի քաղաքացու այս 14-5 օրերի ընթացքում չէին կարողանա սպասարկել։ Այո, կան բժիշկներ, որ դեռ ամբողջությամբ չեն հասցրել ամբողջ տեղեկատվությանը տիրապետել, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատանքները։ Բժշկական կենտրոնների հետ պայմանագրերը կնքված են 6 Ինչ է նշանակում բոլորի։ Բոլոր բժշկական կենտրոնների։ Դուք մասնավորեցրեք ինչ է նշանակում բոլոր։ Մարզերում գործող բոլոր բժշկական կենտրոնների մասին։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական կենտրոնները ունեն կնքված պայմանագրեր, որի շրջանակներում էլ իրականացում են սպասարկում։ Նախարար Բաքվից վերադարձած մեր գերիների թեման շարունակելով, քանի որ իրենց գերության ընթացքում բազմաթիվ է եղել տեղեկատվությունը իրենց առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ, Վիգենի վերաբերյալ, Վագիվ Խաչատրյանի վերաբերյալ, հիմա տպավորություն է, որ կարծես թե Բաքվին մենք փորձում ենք քաղաքակիրթ ներկայացնել, այնտեղ ամեն ինչ լավ է եղել, իրենց առողջական վիճակի հետ կապված ամեն ինչ կարգին է, որտեղ մարդիկ հացադուլի մեջ են եղել, օրերով անգամ չի կարողացել խոսել, հիմա տեղափոխվել են Հայաստան, այո, հարգելի գործընկեր, դուք ինձ հարց եք ուղղում առողջական վիճակի մասին։ Ես դες օբյեկտիվ ներկայացնում եմ իրավիճակը, ներկայացնում եմ նաև հաջորդիվ մեր ձեռնարկվելիք քայլերը։ Թե դուք ինչ եք դրանից ենթադրում, չեմ կարող ասել, ես թույլ տվեք վերջացնեմ։ Ուրեմն մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնությունը կամ նրանց վերաբերյալ բժշկական տեղեկատվություն մենք չենք պատրաստվում, ուրեմն այսպես հաղորդել համայն աշխարհին։ Եթե ուրեմն հաջորդիվ ունենաք հարցեր, կխնդրեմ մեր ժամանակ տակ այդ մարդիկ կարիք ունեն դեռ մի պահ հասկանալու, ընկալելու, որ Հայաստանում են ամեն ինչ լավ է եւ եթե կլինեն նրանց կողմից ցանկություն պատմելու իրենց առողջական վիճակի մասին, նրանք կներկայացնեն։